Շնորհակալություն։ Ինձ մոտ կա վիճակագրական տվյալներ համեմատած 2024 թվականի բուսածածկ և խոտածածկ տարածքներում, ինչպես նաև անտառային հողերում առաջացած հրդեհների վերաբերյալ։ Ասեմ, որ ընդհանուր թվականակով մենք ունենք հրդեհների աճ, անդրադառնամ մի քանի մարզերի, օրինակ Արարատի մարզում, եթե այս տարի գրանցվել է 386 հրդեհ բուսածածկ և խոտածածկ տարածքներում, 2024 թվականին այդ թիվը եղել է 192, երկու անգամ ավելացել է։ Օրինակ Տավուշի մարզում այս տարի գրանցվել է 281, անցած տարի 72, գրեթե 4 անգամ ավելացել է բուսածածկ տարածքների հրդեհները։ Իսկ ինչ վերաբերում է անտառային հողերում առաջացած հրդեհները, ընդհանուր քանակով էլի ունենք աճ 4 անգամ։ Անցած տարի գրանցվել է 5 հրդեհ, այս տարի 20։ Անտառային հողերի հրդեհները դա չի նշանակում, որ ծառեր են այրվել, ուղղակի հրդեհը տարածվել է անտառային տարածք։ Կոնկրետ դեպքով հիդրոմետը ամսի 30-ին, երբ փոխանցեց տեղեկատվությունը, եւ Արարատի մարզում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ, Փրկարար ծառայությունում դեռևս անցած տարվանից ներդրված է մի համակարգ, մոբայլ համակարգ, երբ հասցեական կարողանում մենք ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից SMS հաղորդագրության միջոցով դպրոցի տնօրեններին, մանկապարտեզի տնօրեններին, մարզպետին, մարզպետանի աշխատակազմին ուղարկել հաղորդագրություն, որ սպասվում է ձեր մոտ հրդեհավտանգ իրավիճակ, ըստ այդմ իրանք պետք է արդեն կանխարգելիչ իրենց գործողությունները իրականացնեն։ Դա վերաբերում է եւ քամուն, եւ անձրևին, եւ հրդեհներին։ Շատ լավ։ Դուք որ նշեցիք վիճակագրական